Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 21-րդ գլուխ Իսահակի ծնունդը Դերը Սարայի այցելեց, ինչպես ասած էր։ Դերը իր խոստումին համաձայն ըրավ Սարայի, ու Սարա հղացավ եւ որդի մը ծնավ Աբրահամի իր ձերության ադեն, այն նույն ժամանակին, որ Աստված ըսեր էր անոր։ Աբրահամ իրեն ծնած, այսինքն Սարայի իրեն ծնած իր որդին անունը Իսահակ կոչեց։ Եվ Աբրահամ թլփադեց իր որդին Իսահակը, երբ 8 օրվան եղավ, ինչպես Աստված իրեն բադվիրեր էր։ Աբրահամ 100 տարեկան էր, երբ իր որդին Իսահակը ծնավ իրեն։ Սարա ասավ. Աստված զիս խնդացուց եւ ամեն լսող ինձի հետ պիտի խնդա։ Նաեւ ասավ. ով գսեր Աբրահամի, թե Սարա որդիներ պիտի թիեցնե, քանի որ իր ձերության ադեն իրեն որդի ծնա։ Զավակը մեծավ ու գատեն գդրվեցավ, եւ Աբրահամ մեծ խնջույք սարքեց Իսահակի գատեն գդրված օրը։ Հակար եւ Իսմայել գհերացվին։ Սարա դեսավ, թե Եգիպտացի Հակարի որդին, որ Հակար Աբրահամի ծնած էր, գխնդա։ Ուստի Աբրահամի ասավ. վրընդե այս աղախինը եւ անոր որդին, որովհետեւ այս աղախինին որդին իմ որդիիս Իսահակի հետ ժառանգորդ պիտի չլա։ Այս բանը Աբրահամի շատ անհաջող եղավ իր որդիին պատճառով։ Իսկ Աստված Աբրահամի ասավ. դղային համար ու աղախինիդ համար այդ բանը թող անհաջող չլա քեզի։ Սարայի քեզի ասած բոլոր խոսքերը մտի գրե, քանի որ Իսահակով պիտի գոչվի քու զարմդ։ Աղախինին որդին ալ ասկվը պիտի անեմ, որովհետև անալ քու զարմդ է։ Եվ Աբրահամ արդուն գանուխ ելավ, հաց ու դիկմը ճուր արավ եւ Հակարի դվավ, անոր ուսին վրա տնելով, զավակն ալ դվավ եւ ուղարկեց զայն։ Անալ քնած ու Պերսապեի անաբադի մեջ գտեքերեր։ Երբ դիգին ճուրը հադավ, մացարներեն մեգուն դակ ցկեց զավակը, նեդնգեցի մչապ հերու քնած ու թիմացը նստավ, քանի որ ասավ. զավակի մերնիլը չդեսնեմ։ Եթիմացը նստելով իր ցայնը փարսացուց ու լացավ։ Աստված դղային ցայնը լսեց եւ Աստուծո հրեշտակը երկինքեն Հակարը գանչեց ու անոր ասավ. Հակար, քեզի ինչ եղավ։ Մի վախնար, որովհետեւ Աստված լսեց դղային ցայնը։ Անոր եղած դեղեն գանքնե վերցուր դղան ու բռնե զայն ցերկովդ, քանի որ մեծ ասկվը պիտի անեմ զայն։ Եվ Աստված Հակարի աչքերը բացավ ու չրհոր մտեսավ։ Քնած դիգը ճուրով լեցուց եւ դղային խմծուց։ Աստված դղային հետ էր։ Անմեցավ, անաբադը փնագեցավ ու աղեղնավոր եղավ։ Փարանի անաբադը փնագեցավ եւ մայրը անոր գիմը արավ Եգիպտոսի երկրեն։ Աբրահամի եւ Աբիմելեքի համացայնությունը։ Այն ադեն Աբիմելեք ու իր սպարաբեդը Փիքող Աբրահամի խոսելով ասին. Աստված քեզի հետ է ամեն բանի մեջ, ինչ որ ընես։ Եվ հիմա հոս ինձի երթում է Աստուծմով, թե ինձի զավակներուս եւ թորներուս հետ գեղձիկով պիտի չվարվիս, հաբա քեզի ցույց տված գարեկցությանս համեմատ պիտի ընես ինձի եւ այս երկրին, որում մեջ բանտղծած ես։ Աբրահամ ասավ. երթում գնեմ։ Ու Աբրահամ գշտամպեց Աբիմելեքը չրհորի համար, որ Աբիմելեկի ծառաները բռնակրաված էին։ Աբիմելեքը ասավ. չեմ գիտեր, թե ով արավ այդ բանը եւ թունալ ինձի չիմացուցիր, ես ալ լսած չէի, բայց միայն այսօր լսեցի։ Աբրահամ ոչխարներ ու արջարներ արավ եւ Աբիմելեկի դվավ, ու երկուքն ալ ուխտ մգնքեցին։ Աբրահամ ոչխարներեն 7 քառնուկ զատ դրավ եւ Աբիմելեք Աբրահամի ասավ. ինչ են այդ 7 քառնուկները, որ զատ դրիր։ Անալսավ. այս 7 քառնուկները ցերքես ար, որբեսի անոնք վգալան, թե այս հորը ես փորերեմ։ Ադորամար այդ դերին անունը Պերսապե գոչեց, քանի որ երկուքն ալ հոն երթում արին։ Եվ Պերսապեի մեջ ուխտ մգնքեցին։ Այն ադեն Աբիմելեք ու իր սպարաբեդը Փիքող գանքնեցան եւ փղշտացներուն երգիրը վերադարձան։ Աբրահամ ծառեր դնգեց Պերսապեի մեջ ու հոն հավդենական Աստուծո Եհովայի անունը գանչեց։
եւ Աբրահամ երկար ժամանակ բանտղտացավ փղշտացներու երկրին մեջ։ Փառքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։